նպատակներին, առաջնահերթություններին արդեն անդրադարձել եղան։ Ես կցանկանայի, որ դուք անդրադառնայիք նախ այս գագաթնաժողովի ընտրման ժամկետներին եւ անցկացման վայրին։ Պատահական է արդյոք, որ ընդամենը նախընտրական շրջանում քարոզչությունից մեկնարկից օրեր առաջ գալիս են այստեղ։ Իհարկե ոչ։ Այս միջոցառումը ամեն ինչ անում է Փաշինյանը, որպեսզի ներկայացնի իր քարոզարշավի մի մաս։ Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերեր։ Մենք հավաքվել ենք նրա համար, որ դա թույլ չտանք։ Որպեսզի երկար քաղաքական տեքստերի մասին մեր քաղաքացիները ստիպված չլինեն մտորումներ անելու, մի պարզ հարց եմ տալի։ Առաջ Ալիևը հանձնարարականներ տալիս էր Փաշինյանին հեռախոսով, չգիտեմ, Telegram-ով, WhatsApp-ով, կարևոր չի։ Այսօր Երևան քաղաքում, Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում միացրեցին տեսակապով Ալիևին, ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների մասին, արցախայերի իրավունքների մասին, մեր մշակութային ժառանգության եւ քրիստոնեական կոթողների քանդման մասին։ Ես մի հարց ունեմ մեր համաքաղաքացիներին, մեր քույրերին եւ եղբայրներին։ Իրանք դրա հետ օքեյ են։ Կա որևէ մի մարդ Հայաստանում, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով Երևանում հանձնարարականներ տա։ Հաթաթա տա ինչ-որ մեկին։ Ես այստեղ հավաքված իմ ընկերները ու շատ մարդիկ դրա հետ օքեյ չեն։ Եթե մեկ նախադասության պես ակցիան ձևակերպենք, ապա կլինի մոտավորապես բովանդակություն։ Ես սոցիոլոգ չեմ, բայց ես գիտեմ մի բան, որ սա իմ եւ ձեր եւ այս մարդկանց երկիրն է։ Ես գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ճնշող մեծամասնություն է։ Համաձայն չի Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որ իրանց տարածքն է, ինչ ուզում են անում։ Դուք պատկերացնում եք, որ այլ երկրներից հայտարարություններ են անում, մասնավորապես այս պարագայում Ստեփանակերտի մայր տաճարի քանդման հետ կապված, իսկ Թորոսյան Արսենը Հայաստանի Հանրապետությունում իբր նախարարը ասում է, որ դա նորմալ է, ինչ ուզում են թող անեն։ Ես ձեզ վստահեցնում եմ, դա պատրանք է, իրանք փորձում են խաբել, թե իբր մեծամասնությունը այդպես է մտածում։ Հաստատ մեծամասնությունը մեր բնակչության այդպես չի մտածում։ Մեր բնակչության մեծամասնությունը հայրենասեր է, հայրենիքի պաշտպանության համար կանգնած է ու դա ապացուցելու է ցույցերից մինչև ընտրություն տարբեր եղանակներով։ Ես ձեզ դրանում վստահեցնում եմ։ Այսինքն ընտրություններին, եթե ձեր ասածը դիտարկենք, հա, ուսումնասիրենք, այսպես ասած։ Ախր ես կոֆեի բաժակ նայող չեմ։ Դիտարկելով ձեր ասածը, պարոն Մամեջանյան, պետք է չվերանտրվի քաղաքացիական պայմանագիրը։ Ես ասեցի, որ մեր հանրության մեծ մասը որևէ տարբերակով իր բողոքի ակցիան կարտահայտի։ Վստահ մի եղեք, որ դա լինելու է բացառապես ընտրության միջոցով, դա լինելու է օրենքի կողմից չարգելված ամենատարբեր միջոցներով, այդ թվում նաև ընտրությունները։ Այսինքն հետընտրական process-ները եւս կանխատեսելի են։ Իսկ ինչի միայն հետընտրական։ Նաև նախընտրական, հասկանալի։ Եվ պարոն Մամեջանյան, այս ընթացքում բազմաթիվ հայտարարություններ եղան։ Հիմա շարունակում են եվրոպական հեռանկարի մասին խոսել Հայաստանի։ Հավատում եք Հայաստանի եվրոպական հեռանկարին այս պայմաններում, այս իշխանությունների հետ։ 50 քաղ բանտարկյալով գրավված մեր տարածքներով, գերիներով, այդպես եվրոպական ապագայով այդպես իհարկե հնարավոր չի եւ ամենակարևորը եվրոպացիներն էլ են դա ասում։ Մեր եվրոպացի գործընկերների համար սա մի միջոցառում է, կգան, կզբոսնեն, կնկարվեն, աշխարհաքաղաքական հայտարարություններ կանեն, բայց դրա պատասխանատվությունը կրելու ենք մենք բոլորս։ Հասկանում եք, Փաշինյանը հիմա ամեն ինչ անում է, որ ընտրվի, ամեն ինչ, դա ամենավտանգավոր բանն է։ Պատկերացնում եք, ինչեր կարող է այս ընթացքում պահանջի Ադրբեջանը, իմանալով, որ Փաշինյանին օդի ու ջրի պես պետք է որ մինչև ընտրությունները իր կարծինքան լավ լինի։ Սա ամենախոցելի վիճակն է, ամենախոցելի վիճակն է։ Իսկ ինչ վերաբերվում է եվրոպական ուղուն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամանակին բանակցել է եւ ստորագրել է ՍԵՊԱ-ն։ ՍԵՊԱ-ն բարեփոխումների մասին է, մեր ձեր յուրաքանչյուրիս ամենօրյա կյանքը ավելի լավը դարձնելու մասին է, վիզաների ազատականացման մասին է, այդ ամենի մասին է ՍԵՊԱ-ն, որը բանակցել, ստորագրել ենք մենք։
ու այդ ամենը այս իբր Եվրոպամետ իշխանությունը 50%-ով է իրագործել, ուղիղ կեսը։ Դե հիմա համեմատեք, թե ով էր ավելի շատ եվրոպական բարեփոխումներ բերում Հայաստանում։ Մենք, թե սրանք։ Մյուս 50%-ը հնարավոր համարում եք, որ այս ժամկետը մինչև իշխանությունը իրագործի եվրոպական ներկայացուցիչների իրագործել, օրինակ մինչև ընտրությունները ֆիզիկապես հնարավոր չի, դա ֆիզիկապես հնարավոր չի, այն ինչ որ իրանք չեն արել 8 տարի, ոնց կարան մի ամսում անեն։ 1, երկրորդ, խնդրում եմ մեր քաղաքացիներին հանգարց չտրվել սին խոստումներին, որովհետև այն 250 միլիարդը ես տենցել չտեսա ու չիմացա թե որտեղ է լինելու։ Այսօր էլ կարող եմ մի քանի միլիարդի խոստումներ տան, բայց խոստումներով երկիր չես պահում։ Ու ամենակարևորը, խոստումներով մեր գերիներին հետ չես վերելու, խոստումներով մեր գրավված տարածքները չես հաստատագրելու, ու այս ընթացքը ես կարող եմ երկար շարունակել։ Ջանյան, իշխանության ներկայացուցիչները հակադարձելով ձեզ այս սպասվող ակցիաներին նշում էին, որ դուք հակաժողովրդավարության մասին եք խոսում, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է, բայց պատրաստում եք ակցիա իրականացնել եվրոպական քաղաքական համայնքին զուգընթաց, ասում են, բայ էլ ինչպես պետք է լինի ժողովրդավարությունը, եթե ոչ այսպես, որ թույլ են տալիս ձեզ իրականացնել ակցիաներ, քայլեր։ Նախ Այդ առաջին գլուխը պատին կտա որևէ մեկը իմ երկրում ինձ ինչ-որ բան կթողի կամ չի թողի անել, առավել եւս իմ հայրենիքի, իմ հայրենակիցների իրավունքների բարձրաձայնման հետ կապված 1, երկրորդ մի այլ տիպի թույլ են տալի, մենք գտնվում ենք քաղաքապետարանի մոտ, միջոցառումը համալիրում է, գլխներին կպնի այդպիսի թույլ տալը, դա էլ 2, երրորդ ամբողջ միջոցառման ամեն 4-րդ բառը ժողովրդավարությունն է։ Բա մի հատ չտեսնեն իրական ժողովրդավարությունը օրինա, այսքան մարդ ժողովրդավարության պատճառով են անազատության մեջ գտնվում։ Դավիթ Համբարձումյանը անազատության մեջ է գտնվում ժողովրդավարությունից ելնելով, թե նախորդ բանախոս Արմեն Աշոտյանը համարյա 2 տարի անազատության մեջ ժողովրդավարության համատեքստում էր անցկացրել։ Ոնց որ թե Փաշինյանի ու մեր պատկերացումները ժողովրդավարության մասին տարբեր են։ Ես չեմ նեղում անձերից, մի հատ օրակարգից մի փոքր շեղվեմ մեր քաղաքական իրադարձությունների զարգացումների հետ կապված։ Քարոզարշավը ստեղծության մեկնարկում է ինչ կանխատեսում է հանրապետական կուսակցությունը, հետընտրական հնարավոր զարգացումների մասին են արդեն խոսում քաղաքական ուժերը։ Դուք նկատել թիմը ինչ կանխատեսումներ ունի եւ այդ հնարավոր զարգացումների դեպքում ինչպես է դիրքավորվել։ Ես մի քիչ առաջ ասացի, որ սուճի բաժակ չունեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ ելք կնկարի ընտրություններին Փաշինյանը, բայց հանրապետականը դրա մասին ասել է շատ եւ ամենածանրակշիռը ասվել է մեր համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանի կողմից, որ մենք ունենք 4 ուղղություն, որոնցով աշխատելու ենք մինչեւ ընտրությունները, դրանցից մեկը հենց հիմա ենք իրականացնում, մյուսը ընտրությունների մասնակցության բարձրացումն էր, post-Նիկոլ ծրագրերը եւ հուշագիրը, որի հետ կապված դեռևս արձագանքները քիչ են, բայց ինչ վերաբերում է մինչ ընտրական ու հետ ընտրական զարգացումներին մենք միլիոն անգամ ասել ենք, որ Փաշինյանը ամեն ինչ կանի, որպեսզի պահի իշխանություն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա թույլ չտանք։ Դա կլինի փողոցային խաղաղակցիաներով օրենքի կողմից թույլատրված, նախ ընտրական թե հետ ընտրական, դա կարևոր չի, բայց այս 8 տարվա ընթացքում 2018 թվականի ապրիլի 25-ից սկսած հանրապետականը ապացուցել է, որ կապ չունի ծավալը, կապ չունի թե ինչ երբեմն մեզ թիրախավորող մտքեր են հնչում հարթակից։ Հանրապետականը միշտ եղել է բոլոր փողոցային ակցիաների առաջնագծում, ամենավտանգավոր տեղերում եւ մենք այդ տեղը որևէ թողնելու կամ որևէ կերպով խուսափելու պլաններ չունենք։ Հանրապետականը եղել է, կա եւ կլինի պայքարի առաջնագծում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենաուժեղ տղեն չի, վաղ թե ուշ գնալու է։ Շատ շնորհակալ։ Նախադրյալներ արդեն, այսինքն այն process-ը, որ հիմա գնում է, կարող է, իհարկե հասկանում եմ, որ դժվար է այս բանը ինչ-որ բան ասել, բայց այս 8 տարիների ընթացքում որևէ ակցիա չի եղել, որ հանրապետականները երբևէ գցեն բռնեն, այս ակցիան կստացվի, չի ստացվի, արժի սրան մասնակցել, թե չարժի։ Կաթիլը քար է ծագում։ Ու մենք այդ կաթիլը կաթացնողն ենք եղել այս ողջ 8 տարին եւ շարունակելու ենք այդպես անել մինչեւ հաղթանակ։ Մենք շանսեր գցող բռնող չենք։ Մենք այս ամենով քաղաքական դիվիդենդ չենք վաստակում։ Հանրապետականը Հայաստանի ինքնության, մեր պետականության, մեր անկախության, մեր ինքնիշխանության վերջին խրամատն է, վերջին պաշտպանական գիծն է։ Մենք այն պահելու ենք։ Շնորհակալ եմ։